Քանի որ այստեղ նորմալիզացվեց պիղծ բառը, ես ուզում եմ ձեզ ասել, որ մեծ հաշվով ձեր կառավարության ներկայացրած ծրագիրը հայկական պետության բովանդակության առումով պիղծ է, որովհետև այն պնդումները, որը վերաբերվում են մեր սահմանադրությանը, անկախության հռչակագրին, եկեղեցուն, տարածքների հանձնմանը, իրանք որևէ կապ չունեն իրական հայկական բովանդակության պետության հետ։ Այո, մեր պետությունը իդեալական չի եղել, բազմաթիվ խնդիրներ են եղել եւ մինչեւ ձեզ եւ ձեզանից հետո, բայց չի եղել Ադրբեջանի կողմից պարտադրվող բովանդակությամբ Հայաստանի Հանրապետություն։ Սահմանադրության փոփոխության համար պետք էր, որ ժողովուրդը տրամադրեր 2/3 մեծամասնություն։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ Բարգավաճի մանդատները վերցնելով 3/3 եք ձևավորել, 2/3 չեք ձևավորել։ Ավելին, դուք նույնիսկ ահաբեկել եք ժողովրդին, որ եթե մեծամասնություն չստանանք 2/3 կլինի պատերազմ։ Հիմա ինչպես եք ասում, որ ընտրություններից առաջ ժողովուրդը ձեզ թույլ է տվել, որպեսզի սահմանադրությունը փոխվի։ Կարելի է իհարկե տասնյակ տարիներ բողոքել նախկին իշխանության արած չարածից։ Հիմա այսինքն դուք խնդիր ունեք երկրորդ նախագահի, երրորդ նախագահի օրոք ձևավորված իրականության հետ կամ սահմանադրության հետ, բայց խնդիր չունեք Ալիևյան սահմանադրության հետ։ Այսինքն ոչինչ, որ 18 թվականից առաջ եւ հետո ասում եք Սերժ Սարգսյանի հակով կարված սահմանադրությունը լավը չէ, պետք է փոխենք, այնքան եք տեղավորվել, հիմա էլ բավարար չի ձեզ այդ սահմանադրությունը, որոշել եք Ալիևյան սահմանադրությունը ձեզ վրա հագցնել, ոչինչ չէ, որ եթե ձերը լիներ։ Մի ամբողջ ժողովրդի ստորացնում եք, ստիպելով, որ ընդունի այդ իրականությունը, բայց այդ լիրիկական կողմը մի կողմ դրած պետք է ասեմ հետևյալը։ Դուք գնացել եք ժողովրդի մոտ, ահաբեկել եք, նոր ինչ-որ ահաբեկումներից եք խոսում, ահաբեկել եք, բառացի ասել եք, եթե մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ։ Դուք ահաբեկել եք մարդկանց, ես տեսել եմ մարդիկ ոնց էին վախեցած ձեր այդ հայտարարությունից, ժողովուրդը ձեզ չի տվել այդ մեծամասնությունը, հետևաբար դուք Ալիևյան սահմանադրության փոփոխության լիազորություն չեք ստացել։